Մարդ եթե ամուսնանում է, ասենք սևամորթի հետ, կամ չինացու հետ, կամ արաբի հետ, կամ չուկչայի հետ, օտարազգի հետ, օտար ռասայի հետ, այդ հայկական հարսանիք անելու իմաստը որն է, հայկական երաժշտությամբ, տղայի մաման բերի լավաշ փռի, մեղր կերակրի, այնտեղ ինչ-որ կոշիկ հագցնեն, թուրը պահեն, քավորը փող ցանի, եթե ձեր հարսանիքը ինտերնացիոնալ է, ձեր ընտրածը, ձեր ինչ ասեմ, փեսեն կամ հարսը մաշկի գույնով ձեզանից տարբերում է, իր հավատով, իր լեզվով, իր կրոնով, ամեն ինչով, իր կուլտուրայով, այդ ստիպողական այդ միշտ դոմինանտ հայկական կողմ ինչի համար, այդ ասենք եթե աղջիկն է հայ, վերջ, հայկական եկեղեցիով հայկական հարսանիք, եթե տղեն է հայ, հայկական տրադիցիայով, տնգլը մնգլով, բանով, հայկական երաժշտությամբ, մեղրով, լավաշով, դրա իմաստը որն է ժողովուրդ։ Եթե այդքան լավ հայ եք, ամուսնացեք հայի հետ, եթե ամուսնացել եք սևամորթի հետ, չինացու հետ, իսպանացու հետ, արաբի հետ, ժողովուրդ, հարգեք գոնե ձեր ընտրյալին, ինտերնացիոնալ հարսանիք արեք։ Մի հատ հայկական նվագեք պարեք, մի հատ արաբական նվագեք պարեք, մի հատ այդ սևականա իրանց տրադիցիոն ջազերից նվագեք պարեք, այդ լավաշը, այդ մեղրը, այդ կոշիկ հագցնելը, այդ փողը հարսի կրսկալի մեջ մրցնելը, դրա իմաստը որն է, այդ ուզում եմ հասկանամ, չեմ կարող հասկանամ։ Թե դուք այդքան ձեր ազգայինի գերին եք, գնացեք ձեր ազգից ընտրեք ամուսնացեք, ձեր սիրտը ասում է սերը կպավ աթարին, տանջում է հալածում, հիմա սերը կպել է օտարին է կպել, սիրել եք, հավանել եք, որոշել եք ընտանիք կազմեք, ոչ մեկ դատելու իրավունք չունի։ Դուք ձեր գլխի ճարը, ձեր բախտը, Աստված ամենալավ բաները ձեզ ես էլ նույնպես ցանկանում եմ, բայց այդ կպած այտենց դիզդրած այդ հայկական տրադիցիայով բան, այդ ինչ ձևական սուտի բաներ է։ Ուզում եմ հասկանամ, չեմ կարող հասկանամ։ Եթե մեկը հասկանաք, թե ինչն է իմաստը ինձ էլ տեղեկացրեք, ես էլ ուրախանամ։